Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Լավ տրամադրություն, հետաքրքիր եւ ազգային, կերակուր եւ ջերմ մթնոլորտ։ Այն ամենը, որ ուզում ենք մենք ձեզ մատուցել, ձեզ փոխանցել մեր տաղավարից։ Հարգելի հեռուստադիտողներ, այդ ամենը մենք փոխանցելու ենք իմ հյուրի հետ։ Իսկ իմ հյուրն է Անահիտ Ասլիկյանը, Երևանի պետական Բրյուսովի անվան լեզվի համալսարանի ուսանողուհի, туриզմի բաժնի։ Այո, միջազգային туриզմ։ Միջազգային туриզմ եւ այն հետաքրքրությունը, որ առաջացրել է մեր հաղորդումների այս միամսյակը, այսինքն հին ավանդական մոռացված կերակուրների վերհանումը եւ վերականգնումը, հետաքրքրել է նաեւ մեր հյուրին։ Անահիտ ջան, ողջույն։ Ողջույն, նախ շնորհակալություն պարոն Մամուլյան ինձ ձեր տաղավարում ընդունելու համար, այն իսկապես շատ ջերմ է եւ ուշի ուշով հետևում եմ ձեր հաղորդումը եւ միշտ ցանկություն եմ ունեցել հայտնվել ձեր կողքին եւ դիտել թե ինչպես եք դուք պատրաստում ձեր հմուտ ձեռքերի շարժումներով, այնպես որ այս հաղորդումը, քանի որ այս միամսյակը նվիրված է տատիկների կողմից մեզ փոխանցված, այսպես ասած, ուրեմն ժառանգությունը, ես որոշեցի ձեզ մոտ գալ իմ տարոնի ապուրով։ Տարոնի ապուր, այո, բաղադրությունը հիշենք։ Ուրեմն տարոնի ապուրը պատրաստում ենք հետևյալ կերպ, արգանակ ենք պատրաստում հավից, հավի մսից, այն արգանակի մեջ պետք է օգտագործում ենք գազար, սոխ, ապա ավելացնում ենք ձավար եւ ձու եւ վերջում համը, ինչպես նաեւ ստեփղին ենք օգտագործում։ Ստեփղին եւ այնտեղ կարող ենք մատուցել նաեւ սխտոր առանձին, չէ՞։ Այո, եւ սխտորը ըստ ճաշակի։ Շատ լավ, գնացինք եւ վստահ եմ, որ որոշ գործառույթ ինձ կվստահես։ Այո, մեծ հաճույքով։ Ինչ ենք անելու։ Եվ այսպեսով սկսենք սկզբից, ուրեմն սկզբից ջուր լցնենք, որ արգանակ դառնա։ Այո։ Ավելացնում ենք հավը, հավի կրծքամիսը։ Կարող ես կտրատել, բայց իրականում ես տեսնում եմ, որ աղ չկա այս կերակուրի մեջ եւ հետեւաբար հավի միսը ենթադրվում է, որ պիտի լիներ ամբողջական, այսինքն յուղոտ մի քիչ լիտր, բայց ոչինչ, կրծքամիսն է ոչինչ։ Ամբողջականը ավելի համեղ է լինում, քանի որ այնտեղ նաեւ կան ոսկորները նույնպես համ եւ հոտ են։ Արգանակ, այո։ Տալիս մեր ապուրին, բայց այս պահին մենք կօգտագործենք հավի կրծքամիսը։ Շատ լավ։ Եվ արգանակ ենք պատրաստելու օգտագործելով ստեփղին եւ սոխ։ Այո։ Հավի միսը մենք կտրատում ենք մանր կտորների։ Նախ այն մեզ թույլ է տալիս, որպեսզի արագ եփվի, մանր կտորներով միսը ավելի արագ է պատրաստվում։ Ինչ եք կարծում, այսպես թողնենք, թե ավելի մանրացնենք։ Ես կարծում եմ, այո, այդպես թողնենք։ Հենց գազարն էլ այսպես խոշոր կտրատենք եւ գազարն ու սոխը վերջում առանձին պիտի մատուցենք։ Մենք նախնական զրույցում, երբ որ ծանոթանում ենք կերակուրին, այնտեղ նշված էր, որ գազարը եւ սոխը վերջում պիտի հանենք եւ առանձին, եթե կա կարիքը, սխտորի հետ մատուցենք, չէ՞։ Շատ ճիշտ է։ Իսկ հավը հիմա այո, հավը հենց հիմա է, կարծում եմ, ավելացնենք։ Սոխն էլ այսպես խոշոր կտորներով կանենք։ Ինչ ճաշակ են ունեցել, չէ՞, տարոնում։ Այո, տարոնի, նախ ասեմ, որ տարոնը մեր գտնվում է Արևմտյան Հայաստանում։ Այո։ Այն 9-րդ եւ 6-րդ դարերում եղել է առաջին հայկական միասնական ազգային, ուրեմն պետություն։ Այո, պետականության որոշ մաս է ունեցել, բայց այնտեղ եղել է Ուրարտական թագավորության ժամանակ կարևորագույն, ուրեմն Բայց դու գիտես, որ մեր պատմաբանների մի մասը եւ մեծ մասը համարում են, որ Ուրարտու հասկացողությունը ուղղակի արհեստական մի հասկացողություն է, որ շրջանառվեց ուղղակի շեղելու, որ դա Արարատյան թագավորությունն է։ Այո, Վանի թագավորություն, չէ՞, երբեմն նաեւ ասում ենք։ Այո։ Բայց տարոնը մեր հիասքանչ տարոնը ոնց կարող ենք մենք։ Այո, այն հայտնի է իր սրբավայրերով,
ինչպես նաև ունի մշակութային մեծ արժեք հայ ժողովրդի համար Տարոնը։ Այնտեղ նաև հիշեցնեմ, որ Տարոնի Հացեկած գյուղը դա մեր ուրեմն Մեսրոպ Մաշտոցի Այո, ծննդավայրն է։ ծննդավայրն է։ Այո, շատ լավ Անահիտ ջան, մենք նշեցինք բաղադրությունը, փաստորեն օգտագործեցինք հավի կրծքամիս, ստեփրին եւ սոխ, արգանակ պիտի պատրաստենք դրանով, այնուհետեւ սոխը եւ գազարը պիտի հանենք, մսի հետ միացնենք խաշված ձավարը, ձվով մի քիչ պիտի համեմենք, բայց այնուամենայնիվ մեզ պիտի ժամանակ տրամադրվի դրա համար։ Ահա եկել է այս ժամանակը եւ ուզում եմ որ մենք ընդմիջվենք ինչ կպատրաստվի արգանակը դուք օգտագործող մթերքների մասին կլսեք տեղեկություն եւ կիմանաք նրանց օգտակարության մասին մենք կմիանանք 10 րոպե հետո Գլուխ սոխը հայտնի է որպես ուժեղ բակտերիասպան գազարը լրացնում է վիտամին A-ի պակասը նեխուրն օգտակար է նյարդային համակարգի համար Կիտրոնը հագեցնում է ծարավը։ Հավկիթը բարձրացնում է դիմադրողականությունը։ Անահիտ ջան, ոնց որ թե արդեն պատրաստ է, չէ՞։ Այո։ Ինչ ենք անելու հիմա։ Հիմա պետք է հանենք մեջից ուրեմն արգանակի մեջից պետք է հանենք։ Աղ չհամեմենք մի քիչ։ Հավա, այո, սկզբից մի քիչ աղանենք, խոշոր աղ։ Այս քթալով աղանեմ։ Խնդրեմ։ Խոշոր աղ, չէ՞։ Այո։ Ավելի համեղ է ստացվում խոշոր աղով։ Բայց ամբողջ է։ Չեմ լցնի, ահա։ Այո։ Տանն էլ մեր ծնողներս պատրաստում են խոշոր աղով ճաշը, այն ավելի համեղ է ստացվում, չէ՞։ Շատ լավ, շատ լավ։ Մաներաղով։ Հիմա մենք հանենք Հիմա պետք է հանել։ բանջարեղենները, չէ՞։ Դուք կօգնեք, չէ՞։ Այո, այո։ Եվ քանի որ դու նշեցիր, որ բանջարեղենները առանձին է մատուցվում եւ ըստ ցանկության կարելի է մատուցել նաեւ սխտոր։ Սխտոր, այո։ Հիմա բանջարեղենները հենց կհամեմ ենք սխտորով եւ որպես հավելյալ բաղադրիչ կերակրի կմատուցենք առանձին, դեմ չես։ Ոչ իհարկե։ Համ գեղեցիկ է եւ օգտակար եւ օգտակար, այստեղ Այո, մեր ապուրը շատ օգտակար է, նա դյուրամարս է։ Առողջական խնդիրներ ունեցողները կարող են մեծ հաճույքով ուտել սա եւ չվախենալ ոչինչից։ Շատ դեպքերում հատկապես մանուկների, երեխաներին, որ սխտոր չեն, սող չեն տեսնում են չեն ճաշակում։ Այստեղ մենք սխտորից արդեն ունեցանք Սխտոր արդեն ունեցանք որպես սոխը, որպես արգանակ, արդեն կարող ենք մատուցել նաև երեխաներին։ Շատ բարի, իսկ այժմ ավելացնում ենք ձավարը։ Ձավարը պետք է լինի կիսաեփ։ Այո։ Ավելացնում ենք հավի, արգանակի։ Իսկ ես պատրաստեմ ձուն։ Այո։ Ինչ ես կարծում, ամբողջական լցնենք ձուն, թե դեղնուցը միայն։ Դուք խորհուրդ տվեք։ Ես կարծում եմ միայն դեղնուցը։ Լավ։ Կարծում եմ դուք ավելի ճիշտ կկարողանաք խորհուրդ տալ։ Կարող ենք այս անգամ դեղնուցով պատրաստել։ Այո։ Այն նաև ավելի գույնային գամակ ավելացնի, չէ՞։ Այո, ապրես դու ինչ կանաչի էինք օգտագործելու։ Ավելացնելու ենք վերջում համեմ։ Սա Ես ձուն։ Ահա։ Ես համքեղ կտրատեմ։ Փակենք խոշոտյորը։ Փակենք։ Ահա։ Խառնենք բանջարեղենը։ Հոտից արդեն զգացում եմ ինչ որքան համով համեղ պետք է ստացվի մեր ապուրը։ Պատրաստված է արգանակը արդեն կարող ենք ավելացնել դեղնուցը։ Այո։ Եվ համեմն էլ է պատրաստ։ Պատրաստ։ Ուզում եք դուք էլ ստուգեք արդյոք պատրաստ է մեր Այո, կարծում եմ, այո, այս գտալով կամած
լցնենք եւ խառնենք։ Տարածելով ենք լցնում, այսպես, եւ խառնելով։ Այո։ Ահա։ Համեմը նույնպես կարելի է հիմա խելացնել։ Այո։ Մեր ապուրը պատրաստ է։ Տարոնի ապուր բարեկամներ, արգանակ պատրաստեցինք հավի կրծքամսից, գազարից, քարաուզից եւ սոխից, այնուհետև հանեցինք բանջարեղենները առանձին մատուցելու համար եւ արգանիկի մեջ ավելացրեցինք կիսախաշ եղած ձավարը եփելուց հետո ձվի դեղնուցը ավելացրինք եւ մատուցման հետաքրքիր ձև ապուրը առանձին ենք մատուցում, բանջարեղենները արդեն համեմված սխտորով առանձին ենք մատուցում, սխտորը ըստ ճաշակի, այսինքն եթե կարիք կա լցնում ենք, եթե ոչ եւ եթե դեմ չես Անահիտ ջան, հետո մատուցենք նաեւ չոր լավաշներ, հաց, փունջ։ Իհարկե դեմ չեմ։ Շատ հետաքրքիր կստացվի, շատ համեղ։ Եվ խնդրեմ արդեն կարող ես նաեւ ապուրը մատուցել։ Խնդրեմ։ Դուք վստահում եք ինձ ապուրը լցնելը։ Այո։ Փաստորեն։ Հասկացար, որ դա նույնպես հմտություն է պահանջում։ Իհարկե։ Ապուր լցնելը եւս հմտություն է։ Եվ շատ կարևոր հմտություն։ Պատկերացրեք, որ տատիկը կամ մայրիկը պատրաստեց կերակուրը մի մեծ կաթսայի մեջ եւ պիտի բաժանի 10-12 հավասար մասի, հավասար բաժինների։ Բնականաբար պիտի աշխատի, որ համաչափ լցնի։ Խնդրեմ։ Տարոնի ապուր իր ամբողջ շուկով ապրես դու Անահիտ ջան, ուզում եմ օգտվես այն առիթից, որ կարող ես ցանկություն, հղում, հորդոր հնչեցնել առ մեր հերոստատիկով։ Շնորհակալություն պարոն Մամուլյան, ես կցանկանայում իմ հայրենակիցներին խորհուրդ տալ, որ տարոնի ապուրը անպայման պատրաստեն բարեկենդանի տոնի օրը, չմոռանան, անպայման այդ օրը այն պատրաստեն, դարձնեն, այսպես ասած, տոնակատարության մասնիկ, Այո, ավանդույթ, այսպես ասած, որպեսզի այն վերապրեն, ավանդույթները, որպեսզի վերականգնվեն։ Ապրես դու Անահիտ ջան, հարգելի հերոստատիտողներ, ձեր անունից ջերմորեն պիտի շնորհավորեմ եւ շնորհակալություն հայտնեմ Անահիտին, այս լավ կերակուրը, որոշ չափով նաև մոռացված կերակուրը եւս մեկ անգամ ցույց դնելու համար եւ ցանկանանք, որ այդ խանդավառությամբ, ինչ խանդավառությամբ որ ինքը պատրաստեց, շարունակի ստեղծագործել, արարել իր աշխատանքի բնագավառում, իսկ իր աշխատանքը հենց այդպիսին է, թույլ է տալիս, որ ստեղծագործի, ցույց տա, ներկայացնի մեր մշակույթը։ Ապրես դու Անահիտ ջան։ Շնորհակալ եմ։ Ցանկանում եմ, որ դու լավ տրամադրվածությամբ միշտ մոտենաս քո աշխատանքներին, ինչպես որ այսօր։ Խոհանոցը սիրում է սեր, քանի որ սիրով պատրաստված յուրաքանչյուր ուտը շատ համեղ է լինում։ Սեր եւ բարություն, այո։ Եվ բարություն։ Հարգելի հերոստատիտողներ, ահա այս լավ նոտայի վրա ուզում եմ հրաժեշտ տալ, բայց հրաժեշտից առաջ պիտի մաղթեմ, որ լինենք առողջ ու ողջամիտ, միշտ հպար լինենք հայ լինելու համար եւ ունենանք համբերություն, քանզի եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Տարոնի ապուր, գլուխսող 80 գրամ, գազար 40 գրամ, նեխուր 10 գրամ, ձավար 100 գրամ, կիտրոն կես հատ, ձու 1 հատ, համեմ, սխտոր աղ, բարեախորժակ։